Պետք է բոլոր օրենքները իմանա, ու երբ որ քաղաքացին գնում է նոտարական գրասենյակում գործարքը կնքում, նոտարը օրենքով չսահմանված գործարքը վավերացնում է, ու դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, ու պետությունը փայլակում նկարում։ Ես այսօր ժամանակ չեմ խաղում, որովհետև կարող եմ մտածել, ասեմ, որպես պատասխանատու, իր անձնական շահերը Դիցիշ մակետ ցույց է տալիս, դա ինչ օրենքի դիան։ Հիմա այս ամենը ոյրը անձից հավաքի, այսինքն դրանք գնան, ինչ խոստացել անեն, պիտի կառավարության կողմից է ճիշտ։ Հիմա եթե ձեր պահանջը է դա, իհարկե մեր պահանջը մեր պահանջը մենք просто կառավարությունը պիտի լծակելու մենք մեր պահանջները ձևակերպել ենք հստակ ու այդ պահանջները գնացել ենք նաև կառավարության շարքերում, որովհետեւ մեր պահանջները ներկայացնենք ու դրանց համար ստանանք հստակ երաշխիքներ ու հստակ պատասխաններ։ Մենք ոչ մի քիչ չենք հաջողել, մենք որ գնացինք մի քանի օր դուրս ընդունարանում ուղղակի ասում ենք ընդունարան տեղեկացնում, որ մենք սպասում ենք ընդունարաններն ասում են ինչ հարցով, ներկայացրել ենք հարցը, ու ասում ենք սպասում ենք, որ մենք ընդունենք։ Հիմա ընդունարանում մեզ տեղեկացրեցին, որ քանի դրանք շատ զբաղված են, այդ թվում կառավարության նիստից հետո, ու կառավարության որևիցե, չգիտեմ, շարքային թեկուզ աշխատակից կլինի, չեմ ասում նախարար, փոխնախարար կամ ոչ մեկ նույնիսկ ասենք դա հարկ չհամարեցին, որ այդքան հավաքված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գոնե ասենք ինչ որ մեկը դիմավորել, լսել իրենց խնդիրը, լսել իրենց կարողները։ Այդ քաղաքացիների հետ մարդկանց հետ կոնտակտների ձև ունենալի ամենը։ Չէ, այդ կոնտակտը ես կարծում եմ ձևական բնույթ է կրում, ու այո, ես նորից կրկնվելու եմ, դա ծածկապետից արվում է։ Այդքան համաձայն։ Տեսեք, այդքան էլ համաձայն։ Չէ, տեսնեմ որ ուղիղ վարչապետի հսկողության մեջ է։ Տեսեք, այդ հարցը ոչ թե մենակ դες չէ։ Այլև ես համոփակ եկել հա։ Բա մենք էլ ենք դա ասում։ Բանը ոչ գծոցի։ Տեսեք, մենք էլ ենք դա ասում ենք, եթե այս կառուցապատողը չի պատժվում ու չի պատժվելու, դա նշանակում է, որ բացվում է այդ Պանդորայի արկղը եւ մնացած բոլոր կառուցապատողները այս ճանապարհով կգնան։ Ու բոլոր մնացած համակարգացիները հայտնվելու նույն խնդիրների առաջ։ Այս կողմ կանգնեք, հա, մի քիչ այն կողմ գնացեք։ Գնալեք։ Ստե կանգնեք։ Բողոքի ակցիայի նմանան մեյլով, նամակով, ես ինքս օրինակ, ես ինքս եմ հայկի կոնտակտները փոխանցել Տիգրան Խաչատրյանին, գիտեմ որ հանդիպել են Դեկտեմբերին, բայց դրանից հետո օրինակ եթե իմանայի որ զանգ ա եղել Աբովյանը չի պատասխանում, դրել է չի պատասխանում, բայց հիմա ես մի հատ եմ ասում եք վարչապետի ներողություն ասում եք վարչապետի հանձնարարության դեպքում ստեղծվել աշխատանքային գյուղ, որը պետք է զբաղվում Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ աշխատանքային խումբը ստեղծվել մեր խնդիրներով զբաղվելու ու մեր բնակիչներից որից մեկը ներառված չէ աշխատանքային խմբում։ Հիմա արդարացի հարց է, չէ՞ հնչում։ Ուր է, ինչի մենք այնտեղ ներգրաված չենք։ Եթե մեր խնդիրներին է վերաբերում դա, մենք պետք է ներգրաված լինենք ու մեր հետ քննարկենք, հասկանանք խնդիրները, պահանջները։ Հիմա եթե դա չի արվում, դա նշանակում է ծածկաբեկով ստեղծված հանձնաժողով։ Ասել ենք, այդ 5 շաբթի կառավարությունն դրա մասին ասել են, որ մենք ասել ենք, որ մենք պետք է ներգրավենք այդ հանձնաժողովը, այսինքն մեր պահանջներից մեկը նաև դա է։ Դրա համար մենք պահանջում ենք, որ որևիցե մի պաշտոնյա մեզ հետ իջնի, հանդիպի, մենք փոխանցենք մեր պահանջները, բայց կառավարությունը հարկ չհամարեց։ Դա չէ, նկատում եմ ընդունարանում ու հետ խոսացել էլի։ Ընդունարանի աշխատողը մենք անվտանգության աշխատող։ Դա ասում ոչ մեկ չի չէ։ Տեսեք, դրանից զատ է, տեսեք, մենք փորձել ենք սկզբում հանդիպում կազմակերպել, օրինակ մի հանդիպումի բնավ, չի ստացվում որևէ
մենք ոնցեր ենք տարբեր օղակների հետ, այնպես հապը կամիջի չկա, եղալին։ Բոլոր տեղերին որտեղ ենք, տեսեք, խնդրում դիսեք։ Մինչև հարցը հարցարում, այսինքն չկա, մենք ուղարկում ենք մեր հարցի մամակը եղալին, պատասխան մյուս ամենաչեչքանից պատասխանը, տևում է մինիմում 4-5 ամիսը, մի այդ ընթացքում կառուցապատողը, տեսեք, ճանաչվեք դրանից հետո ինքը փորձում է ամենություն Ասմիջան կներես էլի, հիմա մենք ուզած են որ մեր կանոները բավարարվեն, այստեղ անօրինական շենք չսարքեն, մեր սեփականության իրավունքը մեզանից խլված 4000 այդ է մեր ուզածը։ Ուրեմն այստեղ պետք է ամեն ինչ անենք, որ շենք չսարքեն, այդ Չէ, բացի շենք սարքելը այդ հողը մեր սեփականությունն է։ Մենք դրա համար վճարում ենք։ Մեր գնման իրավունքի պայմաններով մենք այդտեղ համատեղ դրա համար մարդիկ մեջը պայք դրել է, որ սրանով համաձայնվում է, որ Չէ, դա լրիվ ուրիշ բանի մասին է։ Չէ, այդ կետը լրիվ ուրիշ բանի մասին է։ Այդ կետը եթե հարցը անդրադառնա, հարցը հասնի այդ կետին, այդ կետի մեկնաբանումը կա։ Այդ կետը ընդհանրապես կապ չունի այդ խուլիգանական պահվածքի, որ ամբողջ բնակելի թաղամասից կարելի է 4000 քառակուսի որ ուղղակի ասենք զարթեն։ Տեսեք, Շինթույլտվությունն է, այդպես թույլատրված է եղել, այդ մեջն է մտել, հետո ավարտականից հետո առանձնացվել է։ այսինքն եթե մեր պայմանագրերով ձեր ասած նախատեսված է այդ կետը, ապա ինչու կառուցապատողը մինչև ավարտական ակտը ստանալը այդ հողը չէր առանձնացել։ Որովհետև եթե ինքը հող առանձնացնել, նախագծից շեղումների պատճառաբանությամբ ինքը ավարտական ակտ չէր ստանալ։ Իսկ հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մենք շահագործման թույլտվություն չենք ստանալու այդ նույն պատճառաբանությամբ, որովհետև նույն կառավարության 596 որոշումը հստակ սահմանում է այն բոլոր պայմանները, որի պարագայում տրվում է ավարտական ակտ եւ շահագործման թույլտվություն։ Հիմա մենք չունենք շահագործման թույլտվություն ու այս պայմաններում քանի դեռ այդ հողամասը չի վերադարձվել իր նախկին տեսքի նախագծով նախատեսված տեսքին, մենք շահագործման թույլտվություն ստանալու իրավական որևէ հիմք չունենք։ Հիմա Ժորժան եկեք սենց անենք։ Դուք իհարկե բանը մենք մեր ակցիան բայց ես այսօրվա մեջ կշտեմ ու փորձեմ թեկնիկ կառավարությունը թեկնիկ ազգանունը որ պետական կառույցի ծիզին իրենց Դուք ստեի բնակիչ եք, պարոն Թունյան, բայց խնդրին տեղյակ չեք, ինչքան ժամանակ է այս խնդիրը կա, համեստի խնդիր չի, հիմա մեր թաղամասում էլ խնդիր կար, մենք էլ էինք բողոքում, դա անհամեստություն չի։ Իսկ ինչ է կարել, պարոն Թունյան, այն ինչ որ կարելի է հրապարակել։ Բոլոր պետական կառույցների ապրեն զուզվել բնակիչների հետ, փոխված չպետք է հանդիպումների մարդիկ քննարկել ներկայացնել հասկանալ Պարոն Թունյան, հանձնաժողովը ինչ որ բան արել է, ինչ։ Ես չկամ այդ հանձնաժողովի մեջ, որ բայց անում են, հա։ Բնակիչներից ոչ ոք չկա այդ հանձնաժողովում, ոչ մեկին չեն հրավիրել։ Չափով ոնց է կոնկրետ են անում բնակիչների կարիքն ինչքան չէ, բայց եթե բնակիչները ցանկություն ունեն իրենք ներգրավել, պատի ոչինչ։ Հիմա դուք փողոց փակելու եք։ Չէ, ես մի քիչ ուրիշ ձևով այս հարցը կփորձեմ։ Բայց 2 տարի է ինչ է կարել, որ այդ ուրիշ ձևով հարցը լուծվի։ Նարինե ջան, ես այս բնակիչների նման, այս նույն խնդրից ուժած մարդ եմ։ Դες չի որ ասենք, կարող փոխվի տպավորություն ունի, որ բանը իմ խնդիրը լուծվում է, պետք չի կան բոլորի խնդիրը լուծվում է։ Դուք էլ վկայական չունեք, որովհետև 7 բնակիչ ունի վկայական։ Այդ 7 բնակիչի երևի պայմաններին համաձայնել են գնացնես կողմը, ես հապոծի չեմ։ Անթունյան, վերջին հարցս գիտեք, որ Ամիո բանկը բնակիչների պնդմամբ գումարն ամբողջությամբ հատկացրել է կառուցապատողին, բայց կարծես օրենքը թույլ չի տալիս դա։ Չէ, ժամանակ օրենքը տալիս է, հիմա օրենքը փոխեցի Դեկել կներեք մի հատ հարց քաղաքապետարանին էլ կասեք, էլի քաղաքապետը անպայման օրենքով, ասա գլխավոր հատակագծից առանձին հասցե է տվել։ Դա հանցագործության նման մի բան է, էլի։ Ճիշտ է՞ որ։ Ասեք անեն։ Ասեք կանեն։ Հարգելի հետևորդներ, այս պահին Միկոյան